Մեր շատ սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում ենք, այս շաբաթ օրով եկել ենք եւ հասել ենք որ գյուղը, այո, գյուղ Տանձավերը։ Խնայցի են գտել ճանապարհի հենց մեջ տեղում։ Լավն է, չէ՞։ Ահա գյուղ Տանձավերը 1200-ից 1500 մետր բարձրության վրա Բարգուշատի լեռնաշղթայի հարավ-արևմտյան փեշերին։ Սյունիքի հոգևոր առաջնորդ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ այս հին գյուղը հիշատակվում է որպես Տանձավայր անվամբ և Տաթևի վանքին վճարել է 8 միավոր հարկ։ Ուսումնասիրեցին Գրիշա Սմբատյանի Սյունիքը փորձության մեջ գիրքը, որտեղ առանձնահատուկ նրբությամբ հեղինակը անդրադարձել է Տանձավերի պաշտպանությանը մասնակից հերոսներին։ Օրինակ Կոստիի եղբայրը Ղևոնդ Աղամյանը, ով կռվի գլխավոր հերոսներից էր։ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է նաև դրոյի անունը, ով նույնպես մասնակցել է գյուղի ազատագրական շարժմանը։ Պարտեզում վարդեր բացված կսպասեմ սոխակիս, առանց սոխակ թարամած կարոտեմ պսակի, առանց սոխակ թարամած կարոտեմ պսակի, արդյոք ով է դուռը թակում, ախ սիրտս կդողա, սիրուհի սուր ես գնում, ախ սիրտս կխաղա, սիրուհի սուր ես գնում, ախ սիրտս կխաղա, գետակի ալիքները գնում են խայտալով, սիրահարի աչքերից արտասուք թափելով, սիրահարի աչքերից արտասուք թափելով, արդյոք ով է դուռներ թակում, ախ սիրտս կթողա, սիրուհի սուր ես գնում, ախ սիրտս կխաղա, սիրուհի սուր ես գնում, ախ սիրտս կխաղա։ Մանե գյումը սա ինչ է։ Հա? Մանե գյումը սա ինչ։ Մի հետ ասը։ Ասում գյումը սա ինչ է։ Ինչա։ Խինդեղն է։ Լավ ֆոտակ է։ Յա։ Տանձավեր գյուղում ենք հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողի մոտ։ Կառույցը տարբերվում է, համեցեք ներս։ Առաջին հերթին ես հանդիպեցի հետաքրքիր դուռ, նայեք։ Ինչ հետաքրքիր է։ Եվ այստեղ բոլորի նկարներն են, ովքեր որ զոհվել են մեր հայրենական պատերազմի ժամանակ։ Լացող ուռենի, հուշաքար և տողեր, որոնք դաջված են այս քարերի վրա։ Տանձավերցի հերոս մարտիկների հավերժ հիշատակին թող ոչ մի ծնող չկորցնի իր որդու։ Կարելի է խլել հողը, կարելի է խլել հարստությունը, կարելի է խլել նաև կյանքը, բայց ով է ասել, ով է համարձակվել մահափորձ կատարել մարդու հիշողության դեմ։
Տանձավերը եղել է ձմեռանոց։ Աճանան գետի ավազանում հայերի համար պատուհաս էին աղվանին եւ այս գյուղը։ Վխտում էին ամեն տեսակ ավազակներ, որոնք թալանում էին եւ առևանգում։ Շատ լավ հաղարջ է, վայրի հաղարջի կամպոտ, սև հաղարջ։ Բայց ես մի բան ասեմ, 2000 մետրից բարձր հաղարջությունը ուրիշ է։ Մինչև 2000-ից բարձր արյան շրջանառության հետ կապված շատ օգտակար է։ Բայց սա գիտեմ, որ դժվար է քաղելը, որովհետև արջի կարևորագույն կերևից չէ։ Չէ, իր համար է ապրում, իր համար օգտվում է դրանից։ Սկասեր երկրի վարչապետը։ Հաղարջի հյութը ինձ ուժ է տալիս։ Տասնյակ սյունեցիներին հանգիստ չտվեց Սաթենիկ Մելիք Քարամյանի կյանքի ողբերգական ավարտը։ Թուրքերից վազում էր օրիորդը, փախչում, մագլցում քարերին։ Եվ ագարակցի համբարձումի արձակած գնդակները վերջ են տալիս թուրք մեկին եւ Սաթենիկին։ Նայեք աղջիկներ ջան, S-ը, M-ը եւ L-ը։ Էլի հետևորդներ հանդիպել ենք Տանձավեր բնակավայրի թազա տերմիներով, վարչական, ղեկավար, չգիտեմ ինչ, կարոջի գյուղապետ։ Այո։ Էնպես որ ձյաձ Հովիկը իմ թաղամասից է, մենք էլ անակնկալի եկանք, ես օրինակ չգիտեի, համեստ մարդ է, շատ սիրում ենք, ոնց եք։ Նորմալ։ Մի հատ էլ է ձեր գյուղն այդ սիրուն ներկայացրեք, թող մեր հետևորդները տեսնեն հիանան։ Գյուղը ստեղծվել է մի 100 տարի առաջ, 1925 թվականին։ Եվ բնակչությունը եղել է դպրոց եղել է, մեծ դպրոց, հիմա էլ կա դպրոցը։ Այն ժամանակ իմ ժամանակ ես որ սովորում էի այստեղ 81 աշակերտ կար մեր ժամանակ։ Հիմա 5 աշակերտ կա դպրոցում։ Հենց գյուղից են, պարոն Հովիկ։ Գյուղից են, հա, գյուղի քաղաքից է գալիս 4 գյուղից։ Տրանսպորտ կա այդ երեխայի համար։ Տրանսպորտը դե փոխհատուցում կար, հիմա այս վերջում որոշում ենք կայացել, աշակերտների համար կա տրանսպորտ, այսինքն բանով գալիս, ավտոբուսով գալիս։ Ավտոբուսով գալիս են։ Իսկ ուսուցիչները այստեղից են, թե քաղաքից։ Ուսուցիչների մի մասը քաղաքից է։ Ինչով է տարբերվում գյուղի արևածագը քաղաքի արևածագից։ Ստե բարձ մաքուր արևածագ։ Ինչ ասի, առավոտը լավ ծուր տալին աշնարթը։ Ջուր կա գյուղում։ Խմելու ջուրը կա, բայց գյուղի կեսն է օգտվում էլի դրանից, այսինքն ես էլ եմ օգտվում, բայց այսինքն նասոս ենք դնում, նասոս ինչով որ աշխատասում, ցածր աղբյուր, մտածում ենք դրա մասին, որպեսզի դրան ջրով։ Իսկ հողը ինչպիսինն է։ Սևա հող է։ Հա, բարակը։ Լավ հող։ Լաչմա, կարտոշկան, լոբին, ես վերջես նայեմ, բանի նման, ջերմոցի նման զարկելն իմ մի քիչ բան, լավ պամիդոր, կարաս փորձես։ Բնիկ տանձավերցիներ են, թե այստեղից, այնտեղից եկած։ Գյուղը ստեղծվելու ժամանակ եկա Շերվենանց գյուղից, մեկ էլ Լեռնաձոր գյուղից։ Մի մաս սնդից, մի մասը միասին կոլխոզ են ստեղծել այն ժամանակ։ Հետագայում դա։ Իսկ գյուղացիները ինչով են առհասարակ զբաղվում։ Հիմնականում զբաղվում են անասնապահություն, հողագործություն։ Վաճառում են քաղաքացուն ինչ-որ բան, թե Ստացվում է վաճառում, որ մեր քլավալին իհարկե վաճառում։ Դա էլ է խնդիր, նես չի որ ասենք, եթե հնարավորություն ստեղծեն, ասենք, թե ինչ-որ մի պայստի նման բան, արտադրանքը մարդը մի անգամից հազդել է, որտեղ չի լինում եւ ստեղծես եւ վաճառես։ Մի քիչ խնդիրներ առաջացնում են մարդու համար։ Ինտերները մի հատ ուշադրություն դարձրեք, ամեն ինչ պահպանել եմ։ Հագեմ։ Իսկ հիմա մտնում ենք եւ առաջին բանը, որ ֆիքսում ենք, հնություններն են, նայեք։ Սում ինչ որ բան է կատարվում, գնանք բարձենք։ Ժողովուրդ էլ տեսեք թե ինչ են գտել։ Ուրեմն հին ճախարակ, գիտեք ճախարակը որն է, էլի թելի, որ պատեցնում են։ Իսկ սա արդեն նորն է։ Սա գիտեք ինչ է։ Մանը գիտես սա ինչ է։ Այո։ Ինչ է։ Բրդի համար Հին գիտար։ Բուրդը սա այնց մանրեցնում, հա։ Բուրդ գզելու։ Բուրդ, հա, բուրդը գզում են եկել քաղաքացիներ նոր տեխնիկա, այն նայեք։ Վարեմ, մարեմ։
Վարեմ։ Ման։ Անձավերի 40 տարեկան Նիվան։ Մեջբերում ենք Արմիդա Գրիգորյանի գրքից։ Չգիտեմ, ես եմ Սյունիքի գրկում, թե հին Սյունիքն է ապրում իմ սրտում։ Ապրում է խոհուն, անկոտրում կամքով, իսկ ես ապրում եմ Սյունիքն իմ սրտում։ Դե ինչ ժողովուրդ, այսօր մենակ չեմ եկել Տանձավեր գյուղը բացահայտելու։ Տեսեք։ Մենք եկել ենք Սամվելի հետ, ես եւ Գաբրիելը շատ կարևորում ենք քաղաքների մշակութային դեմքերին ու Սամվելը մեզ համար բացահայտում է եղել եւ առաջարկեցինք Սամվելին մեզ հետ բացահայտել հերթական գյուղերից մեկը, մեր խոսքի տերը կանգնեցինք, ինչպես ես քեզ զգում ես հետ Սամվել։ Շատ լավ, շատ հանգիստ ազատ։ Այսպես ասած գյուղերի խաղաղության ներքո։ Սամվելը մասնագիտությամբ ապագա երգիչ է, բայց մի քանի ամիս հետո մենք նրան կճանապարհենք բանակ։ Հայկական բանակ, այո, մեր ապագա զինվորն է, կսպասենք, կգա հաջորդ գյուղը նորից կբացահայտենք։ Պիտի բարձրանան, այո։ Ապա հետո իջնել լավ։ Գաբրիելը աջակցում է եւ վերջ։ Կարող ենք ասել գո։ Նեղա, ձեր բալկոնը նեղա, ջհանդամը նեղա, երկու հոգու տեղա։ Չգիտեմ, ես եմ Սյունիքի գրկում, թե հին Սյունիքն է ապրում իմ սրտում։ Ու իմ ամրակուր սարերի գրկում հին դարերի ոգին է ապրում։ Տանձի պտղի անունից շատ գյուղեր կան Սյունիքում՝ Տանձափանա, Տանձավար, Տանձուլենջ եւ այլն։ Քրիստոսից առաջ 11-ից 9-րդ դարերում բրոնզեդարյան մշակույթը հասավ բարձր մակարդակի։ Այստեղ պեղումներ է կատարել հայտնի հնագետ Օնիկ Խնկիկյանը։ Կապանի երկրագիտական թանգարանում պահպանվում են կերամիկական գտածոներ, իսկ Հայաստանի պատմության թանգարանում պահպանվում է կոշիկաձև անոթներ, որոնք եզակի նմուշներ են։ Շնորհակալ ենք պարոն Սմբատյանին, ով աջակցում է մեզ ստույգ ներկայացնելու համար գյուղը անցյալում։ Ելե եւ այստեղ։ Օլալա։ Ինչ գոզում օտիկ։ Սյունիքը բեր։ Գաբրիելի խորտիկներ։ Օրո։ Պերից։ Խախե տոնտուր մեծած համոց մտածգոն է մի մակրություն չունի։ Իրականում ոչ մի բանի չենք կպե, միայն սարդոստայներն ենք մագ։ Հələ ինչ գործողությունա, որ երեխուն դնում աստեղ, նստում հո։ Բա երեխան որ տեցա բռնվում, նենց է դա քշկեր։ Հա, դա քշկիր է, բա։ Ստանում մեջքի կողմից։ Սենց ճանապարհով ուղի գնում ենք դեպի եկեղեցի եւ հանդիպեցինք Յուրիկ պապին։ 86-ամյա Յուրիկ պապին ծնվել այստեղ։ Ստե դպրոցն է գնացել։ Ստեղի դպրոց, հետո ուրիշ դպրոց։ Որ դպրոց։ Պատմեք էլի մի քիչ ձեր կյանքից։ Աշխատած մարդու ճիշտ ասած, ամբողջ աշխարհը մանում։ Բայց լավ է, հիմա որ հողի հետ աշխատել եք։ Դե աշխատող բաղոր մարդու են։ Իմ մատերը եւ ձեր մատերը։ Երևում է, որ իմ արվեստագետի մատերը։ Բնակիչները շատ էին, չէ՞ ստեղ։ Շատ են, հիմա էլ գալիս են, այդ թաղման վաղտ են գալիս բոլորը մեջը։ Դե ուրախ առիթ լինի։ Տները ստեղ պարապ իրանք քաղաքում են, Երևան են, Ինչ, որ ինչ։ Այսինքն ժամանակին ստեղ թուրքերի ամառանոց է։ Ես բարակները սարքել է շենքերը։ Հետո բերել։ Մարդ երկրաշարժի տարին, ասենք մեկ լերկադարանից եք ստեղ, Լեռնաձորից, կեսն է ուրիշ տեղերից, մեծամասամբ Շրվենավ գյուղական դեղից,
Նախագիծն այս անուն չունի։ Սա պատմություն է, որը գրված է, բայց մենք փորձում ենք ներկայացնել այն, ինչ տեսնում ենք, զգում ու վերապրում։ Փորձում ենք ծաղկաքաղանել անցյալը համադրելով ներկայի հետ։ Արթնացնում ենք ձեր մեջ մանկության քաղցր հուշերը եւ վերհուշի միջոցով փորձում կենթանացնել ձեր իսկ ապրած ճիչերը ներկայիս դատարկված փողոցներում ու տներում։ Խաղրամուխտը քրանի գնդակ եւ այլ խաղեր էլի քյոնը էշմիլիցը գետնաներ երկու աղբյուրից է ինքը իրականները մեկը կատնախբյուրն է մեկը վարախբյուրը երկու աղբյուրի ջուր է սկալ խմելու ջուր է մաքուր Ժողովուրդ ջան, այստեղ պետք է լիներ Գաբրիելը, բայց մենք ենք։ Դու մետ ես գնում։ Սամոյ, դու մետ ես գնում։ Սպասեք խոտ։ Գյուղատնտեսությամբ եւ այն ժամանակ սոխոզեր հետո աշխատում էի սանիտար անասնապահական անասնաբուժի հետ տենց հետո դարձավ անհատ 91 թվականին Գտնվում ենք գյուղի եկեղեցում Սուրբ Հռիփսիմե անունով կոչվող 1705 թվականի կառույց Ճիշտն ասած, այս գյուղում կա երկու եկեղեցի։ Այս եկեղեցին, քանի որ տանիքի խնդիր ունի, վտանգի տակ է, որովհետև այն եկեղեցին նույնպես քանդված է, սակայն մենք ունենք տեղեկություն, որ այն եկեղեցին հենց տեղի բնակիչներից ինչ-որ մեկը անուն չգիտենք, քարերը վերցրել եւ սեփական տունն է կառուցել։ Սիրելի ժողովուրդ, մեր հայ ազգ, պահպանենք մեր պատմամշակութային վայրերը։ Եվ քանի որ հենց այս գյուղացիները հավատքով են եւ լավ քրիստոնյաներ են, խնդրում եմ պատկան մարմիններին, որպեսզի ուշադիր լինեն եւ տանիքի հարցը լուծեն։ Աղջին քաշի քանի ուրջա
Աշունի գետի ակունքում են գտնվում։ Տեսեք, նաև գյուղացիները ասում են, որ ջուրը խմելու ջուր է։ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում, մեր հին սազի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում, արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման, ու նա իրան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում։ Ինչպես Ավետիք Իսահակյանը կասեր, մի մրահոն աղջիկ տեսա Ռեալտոյի կամրջին։ Հորդ մազերը գետ գիշերվա եւ հակիչներ ականջի։ Աչքերը ներսև, արևը ներսև, արևների պես անշերտ, գալարում էր մեջ կթեթև, ծաղկանկար շալիներ։ Տաս տարի առաջ մեր գյուղ տուրիստներ եկան, Պալոման եւ Միքայելը, եւ որոշեցին, որ Տանձավերում պետք է տուրիստական տեղ բացել, որպեսզի Տանձավերը առաջ գնա եւ շատ մարդ գան եւ գնան։ Երբ որ բացեցին դոմիկները, որպեսզի տուրիստները գան եւ հաճելի մնան այս գեղեցիկ միջավայրում, նաև որոշեցին, որպեսզի կախարդական անտառ բացեն։ Կախարդական անտառում շատ հետաքրքիր նկարներ, քանդակներ կան, բայց քանի որ ես չեմ կարող այսպես դες ասել, պատմել, խնդրեմ, կարող եք համենալ Տանձավեր գյուղ եւ մենք սիրով ձեզ կուղեկցենք կախարդական անտառը տեսնելու։ Այստեղից է բացումը կատարվել կախարդական անտառի 10 տարի առաջ, որ կտրեն էինք մենք, մինչև հիմա գտնվում է այս վիճակում։ Հիմա գնում ենք բացահայտենք կախարդական այգին, անտառը։ Ազգուշ ջան, իսկ կախարդական անտառի քանդակները ովքեր են արել։ Միքայելը հատուկ Երևանից մարդիկ են բերել, որպեսզի համ նկարեն, համ քանդակեն եւ այսպես 5 տարի առաջ էլ նկարը գյուղապետարանի որ կար, նույնիսկ դպրոցի պատի վրա էլ կա նկար, իրանք են արել, բայց քանդակները 6 տարի առաջ են արել։ Քայլեցինք եւ վերջապես հասանք առաջին քանդակին։ Ազգուշ ջան, ասեցիր որ քանդակն է սա։ Սա մայր եւ երեխա քանդակներն են։ Այստեղից է սկիզբ առնում կախարդական անտառը։ Այսինքն իրանք դիմավորում են բոլոր այցելուներին։ Այո։ Շատ Ես սիրում։ սիրով ճանապարհում։ Նայեք։ Եվ քանդակները մենակ անտառի հայտից բանից են էլի ստեղծել։ Ավելորդ բաներ չկան։ Իսկ այս քանդակները ովքեր են եկել միասին սենց գեղեցիկ պատրաստել։ Այլ երկրից են եկել, ամուսիններ էլի, եւ քանդակել են սիրով նորից գնացել, որպեսզի իրենցից մի հուշ մնա կախարդական անտառում։ Ժողովուրդ տեսեք էլ ինչ հետաքրքիր եւ կարելի ասել առեղծվածային քանդակ եմ ձեզ հիմա ցույց տալիս։ Տեսակ։ Սա ամբողջը փայտ է, չէ՞։ Ամբողջությամբ փայտ։ Խոսքեր չկան։ Կարաս մեր բարբառով ասես։ Ավելի լավ։ Միկուճի ամանն լետիրեց իր թղթի գրիչի հետ, որպեսզի հուվ գալիս է իրանից մի հուշ թողնի եւ հուվ քնում է իրանը մի հատ հուշ տանի, բայց իրանց անունը գիրին, որ այդ ժամանակի ընթացքում կեմպենան եշին, այս ծառի մեջ է փոչլը, տեղուկլը հակցրա թողի տակ, բայց հուշ տոսմոս վառածին հայտը ծառը տարած ու չկա էլ։ Ու բոլոր հիշողությունները վերացել են։ Ցավոք սրտի վերացել են։ Եվ միայն այս անտառը գիտի, թե ովքեր են եկել այստեղ, ինչ հիշողություններ թողել այս գեղեցիկ ու առեղծվածային անտառում։ Չենք զարմանում։ Տանձավեր գյուղում Խնձորի այգի։ Գնացի։ Սիրելիներս, բարի գալուս Տանձավեր գյուղի միջնակարգ դպրոց, հենց այս գյուղի աշակերտներից
Ազգուշիկի հետ էլ կբացահայտենք դպրոցի հետևորդներ հանդիպել ենք Տանձավեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ, պարոն Հարությունյանի, ողջույն պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք։ Շատ հյուրասեր գյուղացիներ ունեք ու ինձ թվում է դպրոցն էլ այսպես իր հյուրընկալ դռներն է բացել մեր առջև։ Ես կխնդրեի մի քիչ պատմեի գյուղի անցյալ դպրոցի պատկերի մասին ու ներկայիս, ինչ խնդիրներ կան, ինչ տարբերություններ ու փոփոխություններ են եղել։ Տանձավեր դպրոցը Տանձավեր գյուղը վերաբնակեցվել է 1931 թվականից եւ այստեղ 1931-32 ուսումնական տարուց արդեն գործել է տարրական դպրոց, իհարկե ոչ այս շենքում, այլ հին դպրոց ենք ունեցել, իսկ այս շենքը կառուցվել է 1978 թվականին, շահագործման է հանձնել 1978 թվականին եւ ունեցել ենք բավականին մեծ թվով աշակերտներ եւ մեր մեծերը պատմում որ այստեղ սովորել են մինչեւ 50-60 աշակերտ այս դպրոցում։ Բայց ցավոք հետագայում, այսինքն ոչ թե ցավոք, այլ նաեւ ինչ-որ միտեղ ուրախալի է, որ երկրի տնտեսության զարգացումը հանգեցրեց նրան, որ գյուղերից մարդիկ սկսեցին տեղափոխվել Կապան։ Մեր դպրոցում Իսկ առաջ պաշտոնավարել են որպես տնօրեններ Թևանյան Երվանդ, Սարգսյան Երջանիկ, Թևանյան Տիգրան, Թումանյան Անժելա, Բաղդասարյան Ժիրայր եւ արդեն 2023 թվականից եւ ներկա պահին մեր դպրոցում սովորում են 5 աշակերտներ, դպրոցը միավորվող դպրոց է եւ 2027 թվականին երևի կմիավորվի Բերիկ Խոբանյանի կառուցող գյուղահամալիրը։ Պատմական գյուղ է մեր գյուղը եւ հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի Սյունիքի պատմություն աշխատության մեջ որպես Տանձավայր գյուղ, Տանձավայր անունով եւ Տաթևի վանքին հարկատու գյուղերից է եղել։ Մեր գյուղը 19-րդ դարի վերջերին հիմնականում բնակեցված է եղել թաթարական, թուրք թաթարական տարերով, որոնք Անդրանիկի եւ Լժդեհի ժամանակ 1918-19 թվականներին լքել են գյուղը եւ գյուղը նորից վերաբնակեցվել է 1931 թվականին։ Համայնքի կարգավիճակ գյուղը ստացել է 1996 թվականին վարչատարածքային բարեփոխումների մասին օրենքով եւ 2017 թվականին գյուղը խոշորացվել է համայնքի կարգավիճակից։ Մենք փորձել ենք համայնքի կարգավիճակը միավորվելով Կապան խոշորացված համայնքի մեջ։ Հիմա գյուղը ունի լուրջ խնդիրներ, դա ահագին խնդիրներ կարգավորված է, դա առաջնային մեր գյուղի ճանապարհի խնդիրն է, ով որ ասենք մի 5-6 տարի առաջ մեր գյուղը եկել է, կհիշիր որ ինչ անբարեկարգ վիճակում է մեր գյուղի ճանապարհը։ Հիմա այդ խնդիրը լուծված է, բայց կան նաև այլ խնդիրներ, հենց այդ առաջինը, որ ճանապարհը գյուղի մեջով անցնում, դա լուրջ խնդիր է մեր համար։ Արագության գերազանցում, ինչպես մեր հայկական մենթալիտետն է թելադրում, մենք սիրում ենք արագություն գերազանցել եւ հաճախակի մեր գյուղի թե երեխաները, թե ասենք կենդանիները հայտնվում են տրանսպորտային միջոցների բախման վտանգի առաջ։ Մեր գյուղի ենթակառուցվածքային խնդիրներ ունենք, դաշտամիջային ճանապարհների խնդիրն է, որ գյուղացիները դժվարանում են խոտի հավաքը նորմալ ձևով կազմակերպելու հարցում։ Ջրի խնդիրն էլ, որ դա մեր գյուղի հենց սխալ սկզբից 1931 թվականին, երբ որ գյուղը սկսեց ձևավորվել, սխալ նախագծման արդյունք էր, գյուղի կեսը աղբյուրից վերև է։ Ամենաջրառատ գյուղերից մեկն է։ Մեր Քաշունի գետը սկիզբ է առնում մեր գյուղի երկու աղբյուրներից։ Մեր այդ երկու աղբյուրները Կապան քաղաքի կեսը կարող են ապահովել։ Մեր գյուղը Հավաքովի գյուղը 1931 թվականին է հավաքվել Շրվենանց, Լեռնաձոր, Հարժից գյուղերից, տենց ասենք հայտնի դեմքեր Ղարամանյան Սոսին կարող ենք նշել, Ղարամանյան Արմենի Մաքաջյանի հիվանդանոցի տնօրենը, Զաքարյան Ռոման Կապանի սոցիալական ծառայության պետը եւ Թևանյան Տիգրանելի ուսուցիչ ա եղել հայտնի ուսուցիչ, գտնվում Մաճ բնակատեղին, որից պահպանվել է շատ քիչ պատմական նմուշներ, որոնցից հայտնի է գերեզմանատեղին եւ հատկապես այս գերեզմանակարը, որի մի կողմում պատկերված է ձիավոր,
Եվի զինվորական եղել, որը իր ձիու սմբակով ճզմում էր օծին։ Դե բնականաբար օծը տվյալ պարագայում թշնամի այլ է։ Իրիկնակը դուսա եկա տանը սիրեն լուսա եկա Սոր մի քորև էր վարանի Գիդեմ սրտես լուսա եկա Հորա հոպան մատա Ապուտալու կուչի հոտա Հորա Հրնե ապան մինակայիլ է Դերդը սրտեն տենակայիլ է Էթի բյուրդեն բայ քշեցիր Դերդը սրտեն տեն քշեցիր Հորա ապան մատաղ Ապուտալու կուչի հոտա Հորա Ուրեմն մենք հիմա գտնվում ենք Տանձավեր գյուղի խանութում, ինչը շատ գովելի է, շատ ուրախալի է։ Ինչպես տեսնում եք, խանութում կան թե տնտեսական ապրանքներ եւ թե մթերքներ։ Գյուղի հենց կենտրոնում, այս գեղեցիկ տարածքում, որտեղ ջուրն է հոսում եւ միջազգային ճանապարհն է գնում դեպի մայրաքաղաք, Լուսինեի հետ իր աշխատանքների հետ միասին կանգնել ենք ու քննարկում ենք, թե մենք ինչով իրեն աջակցենք, ինքը մեզ ինչով աջակցի ու հասկացանք, որ մենք ընդհանուր շատ բաներ ունենք։ Նայեք, այս գեղեցիկ ձեռքի աշխատանքները թաուն կապանը անպայման գյուղերում կբաժանի, տեսեք ինչքան գեղեցիկ են։ Իսկ անցնող գնացողին էլ խորհուրդ ենք տալիս անպայման օգտվեն մեր ետնապլանում գտնվող մթերային խանութից։ Յուղը շատ սիրուն է առաջին հերթին, իր ջրով, իր հողով, իր մարդկային վերաբերմունքով։ Այստեղ ամեն ինչը շատ գեղեցիկ է, օդը մաքուր է եւ մարդիկ հյուրասեր են։ Գալիս են գոնե շաբաթ կիրակի, ինչ-որ տարբերություն կա։ Գալիս են, արձակուրդներին գալիս են, բայց քանի որ երեխաները սիրում են հեռախոսը, սիրում են արդեն ավելի ինտերնետային sense իրավիճակները, մի քիչ ավելի քաղաքային, յուղը չի ձգում երեխաներին։ Ինչն է դրդել, որ այսպիսի գեղեցիկ աշխատանքներ ստանաք։ Ինքը սիրում եմ գործել, գործում եմ շատ վաղուց, 7 տարեկանից, տատիկներս են գործող, մորքուրս հորքուրս են գործող, մայրիկս է գործող, եւ այսպես ամենքից մի քիչ, եւ դպրոցում տեխնոլոգիայի ժամանակ սովորում ենք այսպես, եւ սկսեցի գործել, եւ գումարային, եւ նվեր էի սիրում տալ, այսպես ինչքան գործում ենք, այնքան ավելի հավեսով ենք գործում։ Ձեզ մոտ շատ գեղեցիկ է ստացվում, շատ տաղանդավոր ենք, մենք էլ ուրախ ենք, որ բացահայտում ենք նման մարդկանց։ Մի մոռնար այն խոսքերը, որ հիմա պիտի հիսեմ։ Չեմ մոռնար, վարպետ Հակոբ, միտս կպահեմ։ Աստրչյուններեն կսորվիս հավատարմություն։ Երբ դյութեն զիրար զույգ կազմեն, ալ չեն բաժնվիր։ Անոնք ընտանեկան հավատարմություն մը կունենան, որ զմայլան կշնորե մարդուն։ Եթե հավատարմության զգացմունքը, առաքինություն է մարդոց մեջ, ապա ինձ կթվի, թե աս արարածներուն բնածին հատկությունն է։ Ուրիշ բան մնալ կա, որ կուզեմ գետնաս։ Անոնք պարտականություն սորվելու բնազդ մը ունին։ Ուր ալ երթան, որքան ալ բարձր թրջին, վերջը տուն կուգան։ Իրենց բունը չեն մոռնար։ Հարազատ կմնան իրենց բունին, իրենց պարտականությանը։ Ուրիշ բան մնալ կա, որ կուզեմ գիտնաս։ Ասելիքներ շատ ունիմ, բայց հոգնեցա։ Քո գիրկն եք եկես, Տանձավեր,